Երբևէ ունենում ես զգացողություն, ասես հողը ոտքերի տակ շարժվում է։ Սիրտդ սկսում է սովորականից ավելի արագ բաբախել, մտքերդ հակառակը, դառնում են ավելի մշուշոտ, անհստակ, փորձում ես մի տեղից բռնվել, որպեսզի վայր չընկնես։ Անհանգստանում ես բնականաբար, դիմում ես բժիշկներին, նյարդաբանություն, սրտաբանություն, քիթ կոկորտ ականջաբանություն, իսկ հետազոտությունների պատասխանները միայն մեկ բան են ասում. ձեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Այդ դեպքում որտեղից է այդ գլխապտույտը, երբ մարմինդ առողջ է, բայց հավասարակշռությունը խախտված։ Փորձենք հասկանալ միասին։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, ինչպես նախորդ տեսանյութում արդեն խոստացել էի, այսօր խոսենք հոգեցին գլխապտույտի մասին։ Իմ կլինիկական պրակտիկայում բավականին հաճախ եմ հանդիպում դեպքերի, երբ պացիենտները գանգատվում են գլխապտույտից կամ հավասարակշռության խանգարումներից, չնայած որ բժշկական հետազոտությունները կասկածելի որևէ բան ցույց չեն տալիս։ Եվ ահա հենց այստեղ մենք թերևս գործ ունենք հոգեցին գլխապտույտի հետ։ Այս տեսակի գլխապտույտը այն գլխապտույտը չէ, որը սովորաբար դիտվում է օրինակ Մենիերի հիվանդության ժամանակ։ Այն ավելի շատ իրենից ներկայացնում է ավելի շատ տատանման տևական զգացողություն, ասես նավի մեջ ես գտնվում կամ ոտքերի տակ հողը փախչում է։ Դրան զուգահեռ ունենում ես նաև գիտակցվածության մշուշապատ լինելու, գլխում դատարկության զգացողություն, կենտրոնացման դժվարություններ, զգում ես, որ հյուծված ես, բայց որևէ կերպ չես կարողանում վերականգնվել։ Հայտնի ֆիլմից մի դրվագ, որը ավելի շատ ներկայացնում է այս երևույթի էությունը։ Բացի այդ, որքան ակտիվ ես փորձում այդ վիճակին մտովի հակադրվել, այն ինչ որ կերպ վերահասկել, այնքան ավելի են սրվում ախտանշանները։ Այլ խոսքով, հոգեմարմնական փոփոխությունները վերահասկելու հուսահատ փորձը ավելի խորացնում է իրավիճակը եւ իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու զգացողությունը։ Իսկ եթե այդ հուսահատությունն ուղեկցվում է տագնապով, ապա պարարտ հող է ստեղծվում նաև խուճապային գրոհների համար։ Հոգեցին գլխապտույտի մեխանիզմը։ Երբ երկար ժամանակ, օրինակ, անձնական կյանքում կամ աշխատավայրում առկա խնդիրների բերումով լարված ես կամ ապրում ես տևական անհանգստություն, մարմինը սկսում է գործել ինքնապաշտպանական ռեժիմով։ Շնչառությունը փոխվում է, մկանները, հատկապես պարանոցի հատվածում լարվում են, և գլխուղեղը ստանում է հակասական ազդանշաններ, այսինքն աչքերից, մկաններից և հավասարակշռության կենտրոնից։ Աչքերն ասում են դու հանգիստ կանգնած ես, հենաշարժողական ապարատը չէ, դու շարժման մեջ ես գտնվում, ներքին ականջում հավասարակշռության օրգանը մի հատ կարող է կողմնորոշվեք, ես չեմ հասկանում ձեզնից որ մեկն ինչ է ասում։ Արդյունքում գլխուղեղի համապատասխան բաժինը կորցնում է վստահությունը ստացվող ազդակների նկատմամբ և տեղեկատվական այդ քաոսի պայմաններում մեզ թվում է, թե աշխարհը շարժվում է և խաբուսիկ է։ Բնականաբար այդ զգացողությունը առաջացնում է տագնապ, վերջինս էլ նոր լարվածության օջախ է ստեղծում։ Այսպես ձևավորվում է արատավոր շրջան՝ լարվածություն, գլխապտույտ, տագնապ և նոր լարվածության աղբյուր։ Որոնք են հոգեցին գլխապտույտի պատճառները։ Հոգեցին տագնապը դրսևորվում է մասնավորապես, երբ մենք բավականին երկար ժամանակ ենթարկված ենք լինում տևական սթրեսի և գտնվում ենք դրանից բխող գերլարվածության կամ հոգեբանական ծանրաբեռնվածության վիճակում։ Հոգեցին գլխապտույտը կարող է դրսևորվել նաև այն ժամանակ, երբ մենք օրվա ընթացքում շատ պատասխանատվություն ենք կրում կամ վերցնում ենք մեզ վրա պատասխանատվություն, որը պարտավոր չենք վերցնել, քիչ ենք քնում, նվազ ժամանակ տրամադրում հանգստին և ինքնավերականգնմանը, գուցե սահմաններ չենք դնում և բոլորին անխտիր այո ենք ասում, սա նույնպես պատճառներից մեկն է։ Այդ համակարգը բնականաբար գործում է արտակարգ ռեժիմով և հանգեցնում մի վիճակի, ինչը կոչվում է հոգեվեգետատիվ հյուծվածություն։ Արդյունքում նույնիսկ չնչին լարվածությունն արդեն իսկ բավական է, որպեսզի առաջանա այդպիսի հոգեցին գլխապտույտի զգացողություն։ Իսկ հիմա հաղթահարման ուղին։ Հոգեցին գլխապտույտը երկարաժամկետ հեռանկարում հաղթահարվում է ոչ այնքան դեղորայքով, որքան հոգեբանական ներգործության միջոցներով։
Հաղթահարման ռազմավարությունների կարևորագույն ուղղություններից մեկը գերգրգռված, գերլարված եւ հյուծված նյարդային համակարգի հանգստացումն է։ Այստեղ իրենց ուրույն տեղն ունեն հանգստացնող եւ կարգավորող վարժությունները, ինչպես օրինակ autogen training-ը, պրոգրեսիվ մկանային ռելաքսացիան, շնչառական վարժությունները, գիտակցվածության մեդիտացիան եւ այլն։ Վարժությունների մի քանի հղումներ ես արդեն տեղադրել եմ այս տեսանյութի նկարագրության հատվածում, այնպես որ կարող եք անցնել դրանցով։ Հաջորդ պայմանը հոգեկրթությունն է։ Գիտելիքը, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ այս պարագայում պաշտպանություն է։ Հոգեցին գլխապտույտի վերաբերյալ ճշմարտությունը ենթադրում է գիտահեն եւ վստահելի աղբյուրից անհրաժեշտ տեղեկատվության ստացում, ինչը կարող է ազատագրել մեզ այս երևույթի վերաբերյալ բազմաթիվ անհիմն վախերից եւ ավելորդ գերզգուշավորությունից։ Այնուհետև իհարկե հոգեբանական աշխատանքը։ Բառը հենց հուշում է հոգեցին գլխապտույտ։ Հոգեբանական աշխատանքն իր մեջ ներառում է վերնշված ուղղությունները, գումարած սեփական ուժերի նկատմամբ վստահության վերականգնումը, հարմարավետության գոտուց դուրս գալը եւ մեր վախերի հետ ուղիղ առերեսվել սովորելը։ Ոչ ասել կարողանալը, հստակ սահմաններ դնելը, գիտակցվածության ընդլայնումը, ինչը մեզ հնարավորություն կտա ժամանակին ճանաչել սեփական մարմնից ստացվող ազդանշանները եւ կանխել մեր հոգեֆիզիկական առողջության պահպանման տեսանկյունից ոչ նպաստավոր զարգացումները եւ մնալ հոգեպես հավասարակշռված եւ կայուն։ Կյանքը բաղկացած է վերելքներից եւ անկումներից, եւ հոգեպես բարեկեցիկ կյանքով ապրելու արվեստը կայանում է դրանք գրկաբաց ընդունելու, ցնցումների եւ տատանումների ժամանակ ընկնելիս վեր կանգնել եւ հավասարակշռություն պահպանել սովորելու մեջ։ Ինչպես կասեր մեծն սևակը, հողն ավելի լավ է զգում այն ժամանակ, երբ նա հանկարծ տատանվում է քո ոտքի տակ։ Եթե այս ամենի մեջ ինքներդ ձեզ ճանաչում եք այդ մշտական գլխապտույտի անորոշության հոգնածության մեջ, ապա հիշեք, որ դուք միայնակ չեք։ Մեզանից շատերն են նմանօրինակ ազդանշաններ ստանում իրենց մարմնից, եւ եթե ցանկանում եք վերցանել դրանք, թե կոնկրետ ինչ է ցանկանում ձեր մարմինը ձեզ հաղորդել եւ որոնք են ձեռնարկվելիք հաջորդ քայլերը, ապա կարող եք գրանցվել խորհրդատվության համար իմ առցանց օրացույցի հղումով, որը դուք կարող եք տեսնել այս տեսանյութի նկարագրության հատվածում։ Այնտեղ կարող եք գտնել ձեզ համար օր եւ հարմար ժամը առանց նախնական զանգերի կամ նամակագրության։ Եվ հիշեք, երբ սկսում եք լսել ձեր մարմնին, նա էլ սկսում է լսել ձեզ։ Դե այսօր այսքանը, շնորհակալություն եմ հայտնում դիտման համար եւ եթե ցանկանում եք, որպեսզի հաճախակի հանդիպենք YouTube-ում, ապա կարող եք սեղմել հավանել կոճակը, տարածել տեսանյութը եւ բաժանորդագրվել ալիքին։ Իսկ ովքեր կցանկանան գրանցվել խորհրդատվության համար, ապա սեղմեք խնդրեմ Calendly հավելվածի հղումը եւ անցեք համապատասխան քայլերով։ Գրանցման համակարգը բավականին հեշտ է գործածելը, իսկ եթե հարցեր ունեք, ապա կարող եք դրանք թողնել մեկնաբանությունների հատվածում։ Կփորձեմ հնարավորինս արագ արձագանքել։ Մաղթում եմ բոլորիդ ներքին հավասարակշռվածություն եւ հանգստություն։ Եղեք առողջ, առայժմ